Բարև ձեզ երեխաներ, այսօր մեզ մոտ մաթեմատիկայի ժամ է և մենք անցնելու ենք նոր թեմա։ Թեման ամրապնդելու համար մենք խաղանք մաթեմատիկական խաղեր, մեր դասի նպատակն է կարողանանք համեմատել երկու բնական թվեր, գտնել նրանցից որն է մեծը, որն է փոքրը, թե արդյոք իրար հավասար են թե ոչ։ Եվ կամրապնդենք նախորդ և հաջորդ թվերի հասկացությունը։ Համախմբվելու, համախմբված աշխատելու համար մենք լուծենք արտահայտություններ և դրա համար ես կխնդրեմ 4 աշակերտ կամ այստեղ ինձ մոտ 4 աշակերտ։ Հիմա իրար ձեռքն ենք բռնում, տեսնենք, պատրաստում ենք խաղի, ուրեմն ինչ ենք անելու երեխաներ։ Ձեր առաջին դրված է թուղթ և դուք լուծելու եք այս բաժնությունները, իսկ վերջում մենք կտեսնենք արդյոք դուք ճիշտ եք լուծել թե ոչ։ Շուտ ավարտող երեխան կսեղմի զանգի կոճակը։ Արագ, ապրեք։ Ձեզ տրվել է ժամանակ, 3 րոպեում պետք է ավարտեք աշխատանքը։ Արագ, ինչքան շուտ ավարտեք։ Վերջ, առաջին խումբը վերջացրեց աշխատանքը։ Հիմա ստուգենք առաջին խմբի աշխատանքը։ Նստեք, շնորհակալություն, շնորհակալություն, նստեք։ Ստուգում ենք առաջին խմբի աշխատանքը։ Առաջին արտադրիչը 123, երկրորդ արտադրիչը 2, արտադրյալը 246, ճիշտ է։ X խալը, ինչու շփոթվել եք դրա։ Բաժաների 8100, բաժանարանը 90, գտնել քանորդը հավասար է 90-ի, ճիշտ է։ Այո։ Առաջին գումարելի 560, երկրորդ գումարելի 40, գումարը 600։ Ապրեք առաջին խումբ։ Գտնենք 470-ի և 50-ի տարբերությունը, որը հավասար է 420-ի, ճիշտ է։ 420։ Այո, ճիշտ է։ Ապրեք առաջին խումբը հիանալի կատարեց իր առջև դրված աշխատանքը։ Հիմա տեսնենք երկրորդ խումբը ինչ է արել։ 970-ի և 30-ի տարբերությունը հավասար է 940-ի։ Ճիշտ է։ Այո։ Առաջին գումարելի 680, երկրորդ գումարելի 20, գումարը հավասար է 700-ի, գումարը 700, Սոֆի, 700, Սոֆի շփոթվեցի, լավ, բաժաներին 540, բաժանարանը 90, քանորդը չեն գտել, ով կասի, ինչ է հավասար, 520-ի, 540-ի և 90-ի քանորդը, ով կասի, ասալա, ճիշտ է, լավ, հաջորդը 320 և 2-ի արտադրյալը, ինչ է հավասար, այստեղ դրված է 640, ճիշտ է դրված, ճիշտ է դրված 640-ը, այո, ուրեմն այս խումբը մեկ պատասխան չի պատասխանել մեկ առաջադրանքի, լավ, անցանք և մյուս խումբին, հաջորդ է գալիս, շարունակում ենք մեր մաթեմատիկական խաղը, այժմ ՏՀՏ գործիքի օգնությամբ, կառույցի օգնությամբ, մենք խաղալու ենք մի շատ հետաքրքիր մաթեմատիկական խաղ և բացահայտելու ենք ձեր գիտելիքները։ Ուշադիր նայում ենք էկրանին, ուրեմն մենք պատասխանելու ենք էկրանի տրված հարցերին։ Աշխատում ենք արագ կարդալ և պատասխաններին ճիշտ պատասխանել։ Ով կկարդա առաջին հարցը, Մարիամ։ Ինչպես են կարդում բազմանիշ թիվը։ Խնդրեմ, ձախից աջ։ Այո, ճիշտ պատասխան, ապրի Մարիամը։ Երկրորդ հարցը, Ջուլիա կարդա։ Ինչպես են թիվը տրոհում դասերի աչից ձախ։ Աչից ձախ։ Հիանալի է, ճիշտ պատասխան, կեցես Ջուլիա։ Հաջորդը, կարդա Սոֆի։ 468 միլիոն 584-ը քանի նիշ ունի այս թիվը 8։ Ճիշտ է, հաջորդ հարցը, արեք,
Ձախից աջ, նշեմ, ճիշտ է։ Ապրեք, հիանալի աշխատանք է։ Մենք հաղթեցինք երեխաներ այս խաղում, որովհետև ճիշտ պատասխանեցինք բոլոր հարցերին։ Կեցեք դուք, ապրեք։ Կազմում ենք թիվ, մեր ունեցած տվանշաններով։ Միավորը 2, առաջին 8, ձեզ հետ եմ ես։ Միավորը 2, տասնավորը 8, հարյուրավորը 4, հազարյակը 9։ Որ թիվը ստացվեց որ կկարդա, Սոֆի։ 9482։ Ճիշտ է, հազարավորը 9, միավորը 3, տասնավորը 8, տասնավորը 8, տասնավորը 8, և հարյուրավորը 0, հարյուրավորը 0, ահա, ով կկարդա այս թիվը Գևորգ։ 9082։ Ճիշտ է, այո, չէ երեխաներ, ճիշտ է, ճիշտ կարդաց Գևորգը, այո, հիմա համեմատենք այս թվերը, ով կկարդա առաջինը, 9482-ը համեմատում ենք 9083-ի հետ, Սոֆի, որ թիվն է մեծ։ Մեծը 9482։ Ճիշտ է երեխաներ, այո, հրաշալի է, նստեք։ Երեխաներ, մենք վերջացրեցինք մաթեմատիկական խաղերը, այժմ տեսնենք դրսից ոնց ձայներ է գալիս, տեսնենք ինչ ձայներ են գալիս, ովքեր են վիճում դրսում, ինչու է ձայները բարձր, ինչ է պատահել, եկեք տեսնենք, կարող եք ինձ այդ հարցը լուծել, թե ոչ։ Նախ ներկայացեք, ովքեր են որ վիճում եք իրար հետ։ Ողջույն սիրելի աշակերտներ, ես Ստեփան վիճում եմ մի հարցի շուրջ։ Մենք վիճում ենք, որ 4500-ը մեծ է 4200-ից։ Օգնեք մեզի։ Հարգելի պրպտի, կարող ես գրել այդ քո ասած թիվը գրատախտակին։ Տեսնենք, պրպտիկը թող աշխատի գրատախտակին։ Այս աշխատի պրպտիկը։ Տեսնենք ինչպես է գրում, այստեղից գրիր պրպտիկը։ Լավ, տեսնենք ինչու են վիճում, կարող եք օգնել, չէ՞ նրանց երեխաներ, որովհետև մենք արդեն անցել ենք բազմանիչ թվերի համեմատումը։ Ահա, ուրեմն ինչ թիվ է 4600-ը մեծ է 4200-ից։ Ճիշտ է։ Այո, տեսնենք, հարգելի պրպտիկ եւ մրպտիկ նստեք ձեր տեղերում, մենք հիմա ձեզ կօգնենք։ Ուրեմն պատասխանում եք իմ հարցերին։ Ով կասի, ինչ է նշանակում համեմատել բնական թվերը։ Ինչ է նշանակում։ Էրիկ։ Բնական թվեր համեմատել նշանակում է գտնել դրանցից որն է մեծ, որը փոքր է կամ դրան հարցուկ հավասար է իրար։ Կեցես Էրիկ հրաշալի է։ Իսկ ինչ է նշանակում բնական թվերի մեծ թիվը, որը կարելի է համարել բնական թվերից մեծը։ Թվերից մեծը այն է, որ հաշվելիս փոքր է հանդիպում։ Ճիշտ է։ Իսկ փոքրը սոս։ Իսկ փոքրը, որը շուտ է հանդիպում։ Այո, որը շուտ է հանդիպում։ Հիմա տեսնենք պրպտիկի գրած թիվը։ Ով կկարդա այս անհավասարությունը խնդրեմ Սարա։ Պրպտիկ եւ մրպտիկ մենք օգնեցինք ձեզ։ Հիմա ուշադիր նայում եք էկրանի վրա։ Ով կկարդա առաջին անհավասարությունը։ Դավիթ, քեզ ենք լսում։ 4500։ Առաջին հավասարությունը, Դավիթ ջան։ Էկրանի վրայի։ Այլ մոտիկ եթե չես տեսնում։ Այլ մոտիկ։ Կարդա։ 2546-ը փոքր է 1957-ից։ Այո, կարող ես բացատրել։ Որովհետև հազարյակների կարգը նույնն է, իսկ Նույնն է հազարյակների կարգը, 2000 ուներ և 8000։ փոքր է 2000-ը։ Այդ համարը մենք համարում ենք 8000 թիվ։ Այո, մեծ է 8957։ Հիանալի է, ապրես, նստիր, կեցես։ Լավ, հաջորդ թիվերի խնդրում եմ կարդա։ 568026-ը մեծ է 568025-ից։ Ինչպես կբացատրես։ Առաջին դասը, երկրորդ դասը նույնն է։ Երկրորդ դասի թվերը, հազարավորների դասը նույնն է, ճիշտ է։ Հազարավորների դասը ուրիշ է, դրա համար Այո, տարբեր է։ Ճիշտ է, վերցնում եք մեծը։ Հիանալի է, ապրես Էրիկ, նստիր, շնորհակալություն։ Հիմա ուշադիր նայում ենք հաջորդին։ Այստեղ բանավոր հաշիվ է, երեխաներ, եւ մեզ պետք է արագություն։ Խաղի կանոնները այդպիսին են։ Այդ արագությունով մենք պետք է որոշենք, որ պատասխանել ճիշտ թե ոչ։ Յուրաքանչյուր աշակերտ կարդում է հարցը եւ պատասխանում է։ Ժամանակը գնաց, Արամ,
Քեզ եք լսում։ Գտի 999-ի հաջորդ թիվը 1000։ Ճիշտ է։ Մարիամ։ Գտի 250-ից 10-ը մեծ թիվը 260։ Հրաշալի է, Արեգ։ Գտի 4000-ից 1000-ը փոքր թիվը 3000։ Ճիշտ է։ Հաջորդը տեսնենք Եվա։ Որն է 9200։ Ով կողնի Եվային թիվը ճիշտ կարգա։ 923546։ 6-ի։ Հաջորդ թիվ։ Ահա, որն է Եվա դունստի։ 923547։ Ապրես ճիշտ է։ Լավ, Եվա հաջորդը կարող ես կարդալ։ Որն է 25689-ի նախորդ թիվը 25688։ Հրաշալի է։ Մենք ճիշտ լուծեցինք, նայեք, մեր ավազեն ժամացույցը երեխաներ նույնիսկ չի իջել ներքևը։ Հիանալի աշխատանք է։ Ապրեք, շատ շնորհակալություն։ Այն հիմա մենք նորից խաղանք մաթեմատիկական մի հետաքրքիր խաղ, որը պահանջում է ուշադիր լինել, այսինքն ստուգելու ենք ձեր ուշադրությունը։ Խաղի կանոններն է, եթե առաջին թիվն է մեծ, երեխաները բարձրացնում են աջ ձեռքը, ուրեմն եթե առաջին թիվն է, բոլորս աջն են բարձրացնում։ Եթե երկրորդ թիվն է, բարձրացնում են ձախ ձեռքը, եթե հավասար են, բոլորը բարձրացնում են երկու ձեռքերը։ Ուրեմն սկսեցինք խաղը։ Առաջին արտահայտություն նայում ենք առաջին արտահայտությանը։ Որ թիվն է մեծ։ Ապրեք, ճիշտ է, բարձրացնում ենք ձախ։ Երկրորդը 199-ն ենք համեմատում։ 199-ը։ Որն է մեծը։ Խաղի կանոնները մենք ասել ենք աջ ձեռքն ենք բարձրացնում, եթե առաջինն է։ 478-ը եւ 478-ն ենք համեմատում իրար հետ։ 478-ը 478-ը։ Ոչ դեմ անցան։ 478-ը։ Հա, ես խաղ կարդացի։ Լիլիթ մի րոպե, ընենց հարա։ Ուրեմն խաղի կանոններին արդեն մենք ծանոթ ենք երեխաներ։ Հիմա ես կարդում եմ թվերը եւ դուք արդեն ձեր ձեռքը համապատասխան կբարձրացնեք։ Համեմատում ենք 25 եւ 52 թվերը։ Ճիշտ է։ 199-ը 478-ը եւ 487-ը։ Ճիշտ է։ 2564-ը եւ 2564-ը։ Հիանալի, ապրեք։ 65-ը եւ 231-ը։ 65-ը եւ 231-ը։ 112-ը եւ 122-ը։ Ճիշտ է։ 1235-ը եւ 1586-ը։ 1235 եւ 1586 ապրեք։ 145-ը եւ 145-ը։ Հիանալի է։ Ապրեք։ Խաղի կանոնները ճիշտ պահպանեցիք եւ ճիշտ խաղացիք։ Մենք արդեն հասկացանք, որ բնական թվերը ինչպես կարելի է համեմատել։ Նախ երկու բնական թվեր մենք կարելի է համեմատել իրար հետ եւ իմանալ թվերից որն է մեծ, որն է փոքր։ Այս կանոնները մենք արդեն պարզաբանեցինք։ Հիմա հաջորդն եք նայում այդ բազմանիշ թվերի համեմատումը քայլաշարով։ Ուշադրություն դարձրեք սահիկի։ Այստեղ երեխաներ բազմանիշ թվերի հաստատումը քայլաշարերով։ 4534-ը մենք համեմատում ենք 2836-ի։ Ուշադրություն, հազարյակների կարգը հավասար է երեխաներ։ Ոչ, այո, քանի որ 4-ը ավելի մեծ է, չէ՞ 4000-ը 2000, հետևաբար 4534-ը ավելի մեծ է։ Այսինքն մենք այստեղ համեմատեցինք հազարավորները։ Ներքևում ենք նայում, եթե հազարավորները հավասար են, ապա ուշադրություն ենք դարձնում հարյուրավորներին, ուշադրություն 400 եւ 200-ը, հետևաբար մեծ կլինի 3428 թիվը։ Եթե հարյուրավորներն են հավասար, ուշադրություն ենք դարձնում տասնավորների, հիանալի է տասնավորների։ Այ Դավիթ, օրինակ, կարող ես այս անհավասարությունը կարդալ։ 3420 Այո։ 3400
ճիշտ է, այն ինձ օրինակ արեք, դուք ասես խնդրում եմ, ինչու է այս թիվը 3428-ը մեծ 3416-ից։ Այո, տասնավորները տարբերում են եւ առաջին թվի տասնավորը մեծ է։ Ուրեմն երեխաներ մենք կարող ենք թվերը նաեւ համեմատել ըստ կարգերի։ Երեխաներ, այժմ կատարել ենք դասագրքի աշխատանքը, առաջադրանք 66-ի ան։ Խնդրում եմ կարդացեք պահանջը։ Նույն գունի սլակներին համապատասխանող թվազույգեր եւ համեմատի դրանք։ Շատ լավ։ Ով կարող է առաջին թվազույգը կազմել, Էրիկ։ 3.324.510 համեմատում են 3.324.511-ի հետ։ Լավ, կարող ես գրատախտակել գրել, Էրիկ։ Դուք էլ աշխատում եք տետրերում, երեխաներ։ Այո։ Գրում եք, տեսնենք ստուդիայում, Էրիկը ճիշտ է գրել, թե։ Այո, Էրիկ։ Ապրես, Էրիկ, երեխաներ Էրիկը ճիշտ է աշխատել գրատախտակին։ Այո։ Դավիթ Պարզաբանի։ Որովհետև միավորների կարգը տարբեր է, Այո։ կարգերը միասին Նույնն է, չէ՞ մնացած կարգերը նույնն են, հրաշալի է, նստի, լավ, հաջորդը, Ջուլիա, դասագրքով մի անգամից արի գրատախտակին գրի։ Եվ թիվը բարձրաձայն կարդալով։ Աշխատում ենք, Էրիկ, աշխատում ենք։ 3.324.516-ը համեմատում են 3.324.520-ի հետ։ Այո, համեմատիք խնդրեմ։ Լավ, աշխատում ենք։ Եվ որ Այո։ Ճիշտ է գրել երեխաներ։ Այո, նստիր, Ջուլիա։ Ուշադիր նայեք էկրանին, այժմ տեսնենք դասը ինչպես է հասկացել ինտերյուն աշխատանքի միջոցով։ Դասագրքի առաջադրանքը 68-ի ան գրում է, այսինքն պետք է համեմատեք եւ թափառող թերթիկի մեթոդով կատարում ենք փոխադարձ ստուգում։ Կարող եք աշխատել, ձեզ տրվում է 5 րոպե ժամանակ։ Այո, Եվան վերջացրեց, հաջորդը տեսնենք, Դավիթը վերջացրեց, ահա, Սարայի հետ փոխանակենք Դավիթ, հրաշալի է, երեխաներ, այժմ էլի մի հետաքրքիր խաղ կխաղամ, ես ուզում եմ, որ ինձ մոտ կան, օրինակ Վաչիկ, արի, Վաչիկը կլինի միլիոնավորների դասը, Արփին կլինի տասնավորը, Եվա
Հայրույրավոր Էրիկ։ Խնդրում եմ ամեն մեկը կանգնեն իրենց տեղերում, ովքեր դասերը իրենց տեղերում են կանգնում, այո, ճիշտ է, և հիմա մենք կազմենք թվեր, խնդրեմ, ուրեմն այս խորանարդիկները պահելով մենք իմանանք, որ թիվն է մեզ հայտնի և կկազմենք մի թիվ, խնդրեմ աշխատեք, ցույց տվեք դասարանին ձեր թվերը, ով կկարդա թիվը, Սառած քեզ ենք լսում։ 444 միլիոն։ Ապրես, 444 միլիոն։ Ալմար խնդրեմ գրատախտակին գրել 444 միլիոնը։ Տեսնենք ճիշտ են գրել։ Տեսնենք միլիոնավորների դաս խնդրում եմ տեսալ վարդը ճիշտ է գրել 444 միլիոն։ Ճիշտ է գրել, բաչիկ։ Այո, ճիշտ է, շնորհակալություն, կեցես Ալվարդ։ Երեխաներ ջան, ուրեմն ուշադիր նայում ենք էկրանին։ Էկրանի վրա կա ՏՀՏ գործիքով մի հարցում, որին դուք պետք է պատասխանեք և նրանով մենք իմանանք այսօրվա դասը դուք յուրացրել եք թե ոչ։ Ուշադիր նայեք, ուրեմն այստեղ սկզբից մենք լրացնում ենք մեր անուն ազգանունը, այս մասում, դե լրացրեք։ Լրացնում ենք անուն ազգանունը։ Իսկ հետո պատասխանում ենք հարցմանը։ Պատասխանում ենք հարցմանը իսկ հետո։ Յուրաքանչյուր ճիշտ հարցի մոտ մենք դնում ենք թռչնանշան, աշխատում ենք, իսկ վերջացնելուց հետո և աշխատանքը արդեն ավարտել ենք և համոզվել ենք, որ վերջացրել ենք ճիշտ ենք աշխատել, սեղմում ենք ուղարկել նշանը, այս նշանն ենք սեղմում։ Եվ աշխատանքը ավարտելուց հետո ես բոլորի մոտ կտեսնեմ, թե ով քանի հարցի է պատասխանել, ճիշտ է պատասխանել արդյոք, թե ոչ։ Երեխաներ, ուրեմն այսօր մենք վերջացրինք մեր թեման և ես ուզում եմ դասի վերջում մի անդրադարձ կատարել։ Այստեղ նկարված է, տեսեք, սահիկում ծառ է նկարված և վերևում գրված է դասից քաղած իմ պտուղները։ Տեսնեք, այսօր ինչ պտուղներ եք քաղել դուք մեր դասից։ Եվ ծառի վրա կան մեր քաղած պտուղները հարցերի տեսքով։ Կարողանում եմ համեմատել, թե երկու թվերից որն է մեծը, եթե դրանք տարբեր թվանշանների քանակներ ունեն։ Կարողանում եմ օգտագործել նշանները, մեծ է, հավասար է, փոքր է, բնական թվերը համեմատելիս։ Կարողանում եմ որոշել բնական թվի հաջորդ և նախորդ թիվը։ Այս երեք պտուղները, եթե դուք իսկապես հասկացել եք դասը, այսօրվա թեման, խնդրում եմ, սոսնձեք ձեր ծառի վրա։ Իսկ վերջում այս ձեր սոսնձված ծառը, ձեր դասից քաղած պտուղները լվացքի պարանի վրա ամրացնեք բացատրելով։ Խնդրում եմ սկսել աշխատանքը։ Ուշադիր կարդացեք հարցը և տեսեք, արդյոք ճիշտ եք պատասխանում այդ հարցին, հասկացել եք այդ մասը։ Յուլիա, հասկացել ես երեքներ։ Եվ վերջում չմոռանաք, ծառի ներքևի մասում գրում եք ձեր անուն ազգանունը, որպեսզի մեր պարզ լինի, թե ինչ աշխատանք եք դուք կատարել, ինչ անդրադարձ եք ունեցել։ Սոֆիա, դու հասկացել ես? Այո։ Կարողանում ես թվերը համեմատել բնական թվերի շարքը, այո։ Նախորդ և հաջորդ թվերը կարողանում ես գտնել։ Հիանալի է, խնդրեմ։ Լավ է, ապրեք։ Այսինքն բոլորը երեք հարցերին էլ պատասխանել են։ Շատ լավ է։
Վերջում։ Շնորհակալություն աշակերտներ, որ օգնեցիք մեզ։ Ես իմ սխալ ուղղեցի։ Իսկ պրպտիկ դու։ Ես իմացա, որ ես ճիշտ եմ։ Այո, շնորհակալություն, որ մեր դասին դուք ներկա էիք։ Շնորհակալություն։